ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերուն։ Իշխանության թիրախում հայտնված Արշակ Սրբազանին վերագրվող աղմկահարույց տեսանյութն արհեստական բանականությամբ է ստեղծվել Սրբազանի փաստաբանի խոսքով։ Ինչ-որ մեկը կամ ինչ-որ մարդիկ կեղծ տեսագրությունները ստեղծելու ճանապարհով փորձել են արատավորել այդ մարդու անունը, փորձել են ատելություն սերմանել Արշակ Սրբազանի եւ ընդհանրապես եկեղեցու նկատմամբ։ Սրբազանին վերագրվող ինտիմ բնույթի տեսանյութը փորձաքննության է հանձնվել մի շարք երկրներում, որոնցից 3-ի արդյունքներն արդեն պատրաստ են։ Չեռնոգորիայի փորձաքննության եզրակացության համաձայն հարցս. արդյոք տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ կամ թե սա բովանդակություն ստեղծելու համար նախատեսված հատուկ ծրագրերով։ Պատասխան. Տեխնիկական արդյունքները հակասում են այն պնդմանը, թե տեսագրությունը չի ստեղծվել արհեստական բանականությամբ։ 3 երկրից ստացված միջազգային փորձաքննության այս արդյունքները, սակայն ըստ փաստաբանի քննչական կոմիտեն հիմք չի ընդունում։ Քննչական կոմիտեն ինձ համար շատ զարմանալի ու նաև տարօրինակ մի հայտարարություն արեց, մոտավորապես նշելով, թե գիտեք ինչ, քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներից դուրս իրականացված փորձաքննությունները դրանք ապացուցողական բնույթի նշանակություն չունեն եւ այլն, հələ մի բան էլ փորձեց նորից խոսել են մասին, թե իրենց կողմից նշանակված կամ իրականացված փորձաքննությունով հաստատվել է, թե իբր տեսագրության մեջ պատկերված անձը Արշակ Սրբազանն է։ Արսեն Բաբայանը կոչ է անում իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել կեղծ տեսանյութի հեղինակին եւ տարածողներին բացահայտելու ուղղությամբ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։